Երբ Պարիզի թիվ 12 հիվանդանոցի լուսամուտները դեռ լուսավորում էին առավոտյան մայիսի շառագույթներով, մի տղամարդ նստած էր սառը միջանցքի նեղ աթոռին, ձեռքերը սեղմած գլխին, եւ խուլ հառաչանքները փորձում էր խեղդել կոկորդում։ Նրա անունն անհայտ է պատմության համար։ Նա երբեք չտվեց հարցազրույց, երբեք չհրապարակեց իր կրած ցավը։ Բայց այդ մարդը, Շառլ Ազնավուրի երիտասարդ հարևանը, տեսավ մի բան, որը երաշխավորում է նրա լռությունը մինչ օրս։ Ինչպես աշխարհահռչակ երգիչը, մարդը, որի երգերը երկրպագում էին միլիոնավոր սրտեր, թաքնվեց անկյունում եւ լացավ, ոչ թե որպես աստղ, այլ որպես հայր։ Որի որդին, 25 տարեկան Պատրիկը, պառկած էր դեղին լույսերի ներքո, պատված սպիտակ շորքարշով, իսկ նրա դեմքը, այն գեղեցիկ երիտասարդ դեմքը, որին մայրը տեսել էր վերջին անգամ 2 շաբաթ առաջ, արդեն ունեցել էր մահվան այն սառը հանգստությունը, որն անդարձելի է։ Ինչով էր այդքան ահավոր այս մահը։ Ոչ թե ֆիզիկական ցավով, այլ նրանով, որ հայրը, այն մարդը, ով երգել է սիրո, ափսոսանքի, կյանքի մասին, չկարողացավ թրկել իր սեփական արյունը։ Իսկ եթե չկարողացավ, միգուցե նա ընտրեց բեմը, գիրքը, փառքը ընտանիքի փոխարեն։ Պատրիկի մահվան լուրը եկավ Ազնավուրին, երբ նա 1000-րդ անգամ էր բեմի վրա։ 1976 թվականի տխուր գարունը։ Նրան հեռախոսազանգ արեցին բեմի փակուղում, երբ դեռ լսվում էր դահլիճի վերջին ծափահարությունը։ Ըստ վկաների, այդ բեմից Ազնավուրն իջավ այլ մարդ լինելով։ Նա չլացավ, չգոռաց, չվազեց։ Նա պարզապես անշարժացավ։ Մի ստվեր, որը կորցրել էր իր էությունը։ 20 րոպե անց նա արդեն նստած էր ավիաընկերության կազմակերպած արտահերթ չվերթում։ Իր կողքին մի փոքրիկ սև պայուսակ, որում գոյություն ունեին միայն անհրաժեշտ թղթեր եւ մի լուսանկար, դեռ երջանիկ Պատրիկի։ Ինչու փոքրիկ պայուսակ։ Որովհետև Ազնավուրը միշտ ապրում էր այդպես։ Մի աշխարհից մեկ ուրիշին թռչելիս միշտ թեթև է պետք լիներ, միշտ պատրաստ հաջորդ բեմին։ Բայց այս անգամ նա թռչում էր ոչ թե բեմ, այլ դեպի գերեզման։ Իսկ գերեզմանի համար ինչ բեռ է պետք։ Միայն հիշողությունները։ Նրա ընտանիքը, կինը Ուլլա, երեխաները, մնացած երրորդ զավակները արդեն սպասում էին Պարիզում։ Մոտավոր 40 տարեկան Ազնավուրը, մարդը, ով երգել էր հազարավոր սիրո երգեր, դեմ առ դեմ կանգնեց ամենամեծ ձախողման հետ, որ կարող է պատահել մարդու կյանքում՝ սեփական զավակի մահվան հետ։ Պատրիկը չէր եղել հենց այն իդեալական որդին, որի մասին երազում են հոր սրտերը։ Նա ուներ իր խնդիրները։ Զուգարանների փակ դռներից քթի մեջ մտնող սպիտակ փոշին, մեկուսացումը, ընկերների սարսափելի շրջանակը, որի մասին Ազնավուրը իմանում էր, բայց ուշ էր արդեն։ Իսկ ուր էր հայրը այն ամիսները, երբ Պատրիկը սպիրալով իջնում էր անդունդ։ Նա բեմերում էր, Ամերիկայում, Ճապոնիայում, Մոսկվայում, Բեռլինում։ Նա ստորագրում էր պայմանագրեր, հեռախոսազրույց էր անում վարձակալած նոմերներից, դիտում իր մակիաժը լուսատուփի հայելիում, ուղղում փողկապի գագաթը, եւ երբեմն միայն ձեռքով զարկում էր հեռախոսի համարը Պարիզ։ Մարդիկ ասում էին, որ Ազնավուրը արհամարհում էր ընտանիքի տնական լռությունը։ Այն բոլորը, ովքեր տեսել են նրան թռիչքներում, հյուրանոցներում, բեքստեյջներում, նկատել են, նա մարդ էր, ով ապրում էր շարժման ռիթմով։ Կին Ուլլան հայտնի է, որ իր զրույցներում խոսել է այն ցավի մասին, որը զգում էր, երբ տեսնում էր, թե ինչպես է ամուսինը փախչում իր սեփական տնից։ Բայց տարիներ անց, երբ արդեն Պատրիկը չկար, հենց Ուլլան խոստովանեց, այն, ինչ նրանք կորցրել էին, չէր կարելի վերադարձնել ոչ մի փողով, ոչ մի փառքով, ոչ մի երգով։ Նրանք կորցրել էին ժամանակը, իսկ ժամանակը չի վերադառնում անգամ աստղերի համար։ Բայց ինչ իրականում տեղի ուներ այն գիշերը, երբ Պատրիկի կյանքը կտրվեց։ 1976 թվականի մայիսի այն շոկ իրիկունը Պարիզում մնաց պատմության մրուժներում որպես միևնույն ժամանակ սովորական եւ աղետալի։ Պատրիկը գտնվել էր իր բնակարանում, մենակ։ Ըստ դատավարական փաստաթղթերի, մահը եկել էր արագ, գրեթե անճանաչելի։ Կյանքը հանկարծ կանգ առավ, ինչպես կանգ է առնում ժամացույցը, երբ մարդկոցը սպառվում է։ Երբ հրշեջ ծառայությունը ներխուժեց բնակարան, վկաները նկարագրում են մի տեսարան, որն անհնար է մոռանալ։ Սենյակում լույս չկար, միայն փողոցից ներս ընկնող նարնջագույն գիշերային լուսավորությունը եւ Պատրիկի մարմինը, պառկած հատակին, իր երիտասարդության բոլոր անպատասխան հարցերով։ Դեղամիջոցների բաժակներ, դատարկ ամպուլներ, թղթերի խառնաշփոթ։ Ազնավուրը երբեք չխոսեց դրա մանրամասների մասին։ Նա միայն մի անգամ տարիներ անց ասաց թերթի հարցազրույցում, որ չի ուզում, որ նրա որդու մահն օգտագործվի որպես սենսացիա։ Դա էր խնամքը, թե նոր փախուստ։ Արդյոք հոր փառքը կարող է դառնալ որդու դատապարտավճիռ։ Շառլ Ազնավուրն իր կյանքում երբեք չանձնատվեց արտաքին պատկերի մասին նվազագույն կասկածի։
Նա հավատարիմ մնաց այն կերպարին, որը ստեղծել էր իր երկարատև կարիերայի ընթացքում, անմահացած սիրահարի, տառապող բանաստեղծի, առանձին մարդու, որը մեկ երգով կարող է շարժել ամբողջ դահլիճ։ Բայց այդ կերպարի հետևում, բեմադահլիճների վարագույժների ետևում, գոյություն ունեին անհաշված փակ դռներ, որոնք երբեք չբացվեցին հրապարակայնության առաջ։ Պատրիկի մահը դարձավ այն բանալին, որը բացեց այդ դռներից մեկը, եւ հետեւյալ 30 տարիների ընթացքում Ազնավուրը լռեց, բայց լռությունն արտահայտեց ամեն ինչ։ Եթե նա երգում էր սիրո ցավի մասին, դա այլևս վերացական էր։ Այն, ինչ նա իրականում երգում էր, նրա սեփական չկարողացած փրկելու, չհասցրած սիրել, անուշադիր թողած որդին էր։ Բայց ինչպես սկսվեց այդ ողբերգությունը։ Պատրիկ Ազնավուրը ծնվել էր Մայր քաղաքում, հայտնի ժամանակաշրջանում, երբ Ազնավուրն արդեն ճանաչված էր սկսնակ աստղ։ 1250-ականների սկզբը Փարիզը ապրում էր հետպատերազմյան վերականգնման գոլորշու մեջ, եւ Ազնավուրի ամենասիրված երգերը հնչում էին հնացած ռադիոների ալիքներում։ Պատրիկը մեծացավ փառասեր ընտանիքում, բայց մի ընտանիքում, որում բացակայում էր ամենամեծ բաղադրիչը՝ շարունակականությունը։ Հայրը անընդհատ ճանապարհորդում էր, երկրից երկիր, ամսից ամիս։ Երբ նա վերադառնում էր տուն, նա արդեն ուրիշ մարդ էր, հոգնած, սևացած դեմքերով լուսանկարչիների ֆլեշներից, եւ փափագում էր միայն կես օրով հանգստանալ, նախքան հաջորդ հեռախոսազանգը կդուրս կբերեր նրան դեպի հաջորդ բեմը։ Պատրիկի մայրը Միշելինը, Ազնավուրի առաջին կինը, փորձեց պահել ամուրությունը, բայց ինչպես պահես ամուրություն, երբ նրա պատերի ճաքերը ամեն օր մեծանում են։ Մի օր Պատրիկը, հասակակից տղա, մոտավորապես 13 տարեկան, հարցրեց մայրիկին. «Իսկ երբ է հայրը տուն գալիս»։ Պատասխանը եղավ տխուր լռությունը։ Այդ լռությունը Պատրիկը իմացավ որպես նորմայի մաս։ Նրա հոր առկայությունը չափվում էր ոչ թե օրերով կամ շաբաթներով, այլ հազվադեպ շաբաթվերջերով կամ նույնիսկ լուսանկարներով թերթերում, որտեղ հայրը ժպտում էր անծանոթ բեմերի վրա, ձեռքը բարձրացած ողջույնով դեպի հազարավոր մարդիկ։ Պատրիկի համար հայրը դարձավ վերացական գաղափար, ոչ թե մարմնական առկայություն։ Այդ վերացական գաղափարից նա զորավիք չկարող էր ստանալ, երբ սովորողական տարիքի դժվարություններ ունեցավ դպրոցում, երբ առաջին անգամ զգաց մենության անձրևահեն ճնշումը։ Այն, ինչ Պատրիկը ստացավ փառասիրությունից, իրականում անգույն դրոշ էր, որի տակ նա մենակ պետք է պայքարեր իր սեփական դեմոններին։ Հոգեբանները ասում են, որ երեխաները, ովքեր մեծանում են բացակա ծնողների ուրվականում, կառուցում են իրենց իսկական անձնությունը ոչ թե հայրենական սիրո հիման վրա, այլ դատարկության հակակշռմամբ։ Պատրիկը սկսեց լրացնել այդ դատարկությունը այն բաներով, որ հասանելի էին նրա անփորձ ձեռքին։ 15 տարեկանում նա արդեն փորձել էր իր առաջին սիգարետը։ 16 տարեկանում, ըստ մի հին ընկերոջ հիշողության, նա արդեն ունեցել էր ծանոթություններ պատահական մարդկանց հետ, ովքեր առաջարկում էին դեղեր, որոնք կհանգստացնեին նյարդերը։ Իսկ մյուս կողմում, հայրը, աշխարհով մեկ մարշալի պես տեղաշարժվող Ազնավուրը, ստանում էր արձագանքներ իր երգերի մասին, ստորագրում պայմանագրեր ռեկորդային վճարումներով, գնում էր նոր ապարատուրա համերգների համար, եւ միգուցե, միայն միգուցե, երբեմն խորը գիշերին հիշում էր, որ ունի որդի, որը մեծանում է առանց նրա։ Իսկ ինչպես կարող էր Պատրիկը վստրիկը վստահություն ունենալ հոր հանդեպ, երբ հայրն ինքը հավատարիմ էր բեմին, ոչ թե ընտանիքին։ Սա մեղադրանք չէ։ Սա ապացույց է, որ Ազնավուրը հերոս էր, բայց ոչ ընտանեկան հերոս։ Նա արվեստագետ էր։ Իսկ արվեստագետների կյանքում ընտանիքը դառնում է երկրորդ կամ երրորդ անգամ։ Արդյոք կարելի է մեկին սիրել եւ միաժամանակ մոռանալ։ 1970 թվականների սկզբներին Փարիզը ապրում էր տարօրինակ երկմիտ գոյության մեջ։ Մի կողմում սառը պատերազմի լարվածությունը, նքաղաքական ցնցումները, տնտեսական անկայունությունը, մյուս կողմում միջազգային մշակույթի վերելքը, երաժշտության նոր ալիքները եւ առնվազն արտաքուստ անհոգ հանրության պատրանք։ Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը այդ տարիներին արդեն տիրում էր իր հանրահռչակության գագաթնակետին։ Նրա երգարանը լցվում էր 400-500 ազատ տեղով, իսկ նրա ալբոմները կրկնապատկում էին վաճառքը։ Նա արժանի էր ընդունվել որպես մշակույթի խորհրդանիշ, առողջ ազգային հպարտության զորեղ ներկայացուցիչ։ Բայց իր անձնական կյանքում, անտեսանելի քարոզիչների պատերի հետևում, Ազնավուրը տարվում էր ամբողջովին կարիերայի հետապնդմամբ, այնպես որ նույնիսկ չնկատեց, թե ինչպես է իր որդին, Պատրիկը, դանդաղ սահում անթունդի եզրին։ Վկաների վկայությամբ 1970 թվականի վերջին տարիներին Պատրիկը սովորաբար չէր երևում հասարակական միջոցառումներում, նույնիսկ ընտանեկախնջույքներին։ Նա դարձել էր ստվեր, ով նախընտրում էր մնալ իր անձնական սենյակում, որտեղ լույսերը միշտ չափազանց մգված էին եւ պատուհանները կիսաբաց։
Մի հարևան հիշում է, որ երբ նա տեսավ Պատրիկին մի անգամ հարևանության փողոցներում, երիտասարդը թվում էր, որ ունի քայլվածքի տարօրինակ անհավասարություն, ինչպես որ մարդը թեթևակի թմրված կամ հոգնած է իր սեփական մարմնից։ Բայց այդ ազդանշանները անտեսվեցին։ Արդյոք ընտանիքը չգիտեիր։ Իհարկե գիտեին, բայց ընտանիքներում սովորական է, որ մարդիկ հուսով ապրեն, խնդիրները ինքնուրույն կլուծվեն, որ փուլի հարց է, որ կանցնի։ Ազնավուրը հազվադեպ ժամանակներում, երբ կարողանում էր անցկացնել 3 օր Պարիզում, հանդիպում էր Պատրիկի հետ, եւ նրանց զրույցները սահմանափակվում էին մակերեսային հարցերով։ Ոչ խորը զրույց հայ-որդու հարաբերությունների մասին, ոչ խոնարհումի մեծ պահ։ Որոշ հարևաններ վկայում են, որ Պատրիկը մի քանի անգամ փորձել էր խոսել հոր հետ հեռախոսով։ Ազնավուրը զանգահարում էր հազվադեպ, եւ երբ զանգահարում էր, զրույցները կարճ էին։ Ինչպե՞ս ես, որդյակ։ Լավ։ Լավ է, պահիշ դու քեզ։ Եվ զրույցը ավարտվում էր։ Ինչի մասին էին կարող խոսել հայրն ու որդին, երբ նրանց միջև կիլոմետրերի հեռավորություններ եւ ժամանակի դժվարին տարբերություններ գոյություն ունեին։ Պատրիկը չէր ուզում լինել բեռ։ Նա գիտեր, որ հայրը հեթանոս է իր աշխատանքին եւ չցանկանում էր խանգարել։ Բայց ծնողական սերը չի կարող անտեսել այդ ազդանշանները։ Այդ հարցերը Ազնավուրը իրեն տվեց տարիներ անց, երբ արդեն ուշ էր, երբ Պատրիկը պառկած էր գերեզմանում, երբ նրա արձանն անշարժ մնաց ժամանակի մեջ, 25 տարեկան երիտասարդի կերպարանքով։ Այս ողբերգության մասին լսելով, Ազնավուրը հասկացավ ոչ մի բեմ, ոչ մի ծափ, ոչ մի հանրահավաք չէր կարող փոխհատուցել այն մեկ բանը, որը նա երբեք չէր տվել որդուն՝ իր առկայությունը։ Բայց գիտակցումը եկավ ուշ, անբուժելի ուշ։ Հիմա նրան մնում էր միայն մի բանը՝ ապրել հետո, ապրել հիշողությունների ծանրության տակ, ապրել հարցի ստվերում, որին նա երբեք չի տա պատասխան։ Արդյոք կարող էր նա փրկել Պատրիկին, եթե կանգ առներ, թեկուզ մեկ անգամ, միայն մեկ անգամ։ Երբ Պարիզի 12 թաղամասի հին շենքերի միջև մի անտեսանելի ցանց գոյություն ունի այնպիսի վայրերի, որտեղ իրական կյանքը խաղացվում է առանց լույսի եւ առանց վկաների, այնտեղ էր, որ Պատրիկ Ազնավուրն անցկացնում էր իր վերջին ամիսները։ Հարևանները հիշում են մի ստորգետնյա ակումբ Սեն-Դենիի մոտ, որտեղ մուտքը չուներ գրանցում, եւ որտեղ երիտասարդները հավաքվում էին ժամը 3-ից առավոտյան։ Ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի հիշատակում այդ վայրը, բայց 3 մարդ, ովքեր անանուն մնալ են պահանջել, վկայում են։ Նրանք այնտեղ տեսել են Պատրիկին, նստած անկյունում, աչքերը փակած, լսում անըմբռնելի երաժշտություն։ Ինչու մի երիտասարդ, որի հայրը տիրապետում էր համերգասրահներին, թաքնվում էր նման տեղերում։ Ինչպիսի խոսակցություններ էին տեղի ունենում այդ խավարի մեջ, որ Պատրիկը վերադառնում էր տուն միայն առավոտյան, երբ քաղաքն արդեն արթնանում էր։ Գոյություն ուներ մեկ այլ վայր, մի լքված գործարանի շենք Բաստիլիայի մոտ, որտեղ ըստ 2 վկայի կազմակերպվում էին հանդիպումներ, որտեղ մարդիկ փոխանակում էին ավելին, քան պարզապես խոսքեր։ Այդ վայրերը դարձան Պատրիկի իրական աշխարհը, մի աշխարհ, որտեղ հոր անունը ոչինչ չնշանակեր եւ որտեղ նա կարող էր լինել ինքը ինքն, առանց փառքի ստվերի։ Իսկ երբ Ազնավուրը զանգահարում էր հեռախոսով Նյու Յորքից կամ Տոկիոյից, «Որդյակ, ամեն ինչ լավ է», Պատրիկը պատասխանում էր «այո», բայց այդ այոն արդեն էր ստեր, արդեն էր թունավորված մի իրականությամբ, որի մասին հայրը երբեք չէր իմանա։ Ո՞վ էր այդ վայրերում Պատրիկի կողքին, ինչպիսի անունն էր, ինչպիսի դեմք էր եւ ինչպիսի խոստումներ էին նրանք անում։ Պատրիկի մայրը Միշելինը տարիներ անց մի հարցազրույցում խոստովանեց, որ նա փորձել էր հետևել որդուն։ Մի գիշեր, երբ Պատրիկը մեկնել էր տնից ուշ ժամին, նա վերցրել էր իր շալը եւ անզգուշաբար հետևել փողոցներով։ Նա տեսավ, թե ինչպես է Պատրիկը մտնում մի սև դռնից, որտեղ լույս չկար, եւ ոչ մի ազդանշան։ Նա սպասեց դրսում 20 րոպե, 30 րոպե, մինչև 45 րոպե, բայց Պատրիկը չէր ելնում։ Երբ նա վերադարձավ տուն, նա չկարողացավ քնել մինչև առավոտ։ Նա սպասում էր որդու ծանր քայլերին աստիճաններում։ Երբ Պատրիկը վերադարձավ ժամը 6-ին առավոտյան, նրա աչքերը ունեին այնպիսի արտահայտություն, որը մայրը չէր տեսել նախկինում։ Ոչ ուրախություն, ոչ տխրություն, այլ անտարբերություն, սառը անտարբերություն դեպի ամեն ինչ, որ մնացել էր իր կյանքում։ Այդ առավոտ Միշելինը կանչեց Ազնավուրին Լոնդոնում, բայց հեռախոսազանգը հասավ միայն մենեջերին, ով խոստացավ փոխանցել հաղորդագրությունը։ Հաղորդագրությունը երբեք չհասավ Ազնավուրին, կամ եթե հասավ, այն կորավ միջանկյալ տեղերում, որտեղ համերգների պայմանագրերը ավելի կարևոր էին, քան որդու հույսի վերջին կիլոգրամը։ Իսկ այդ տեղերը չէին կարող բացահայտվել ժամանակին։ Պատրիկի մի ընկեր, որը խոսեց անանուն, հիշեց, որ նա մի անգամ փորձեց զգուշացնել ընտանիքը։ Նա զանգահարեց տուն եւ ասաց, որ Պատրիկը վտանգի մեջ է, բայց ընտանիքը ոչ թե նրան հավատաց, այլ կասկածեց, թե արդյոք այդ զանգողը շահագրգռված չէ Ազնավուրի փողերով։
Այդ անվստահությունը դարձավ որդու մահվան մի այլ չափագիր։ Եթե հավատային, եթե լսեին, միգուցե Պատրիկը այսօր ապրեր։ Բայց հարցը մնում է, ով էր այդ զանգողը։ Ինչու նա չվերադարձավ եւ ինչու նա այսօր խուսափում է խոսել։ Արդյոք գերեզմանի մահճակալը կառուցվում է թաքնված վայրերում, որտեղ սիրելիները երբեք չեն մտել։ 1976 թվականի մարտի մի ցուրտ երեկո, երբ Պարիզը դեռ պատված էր ձմեռային մառախուղով, Պատրիկի մայրը Միշելինը զգուշորեն բացեց որդու սենյակի դուռը եւ տեսավ նրան, պարսկած մահճակալին, դեմքը դեպի պատուհան, շնչառությունը դժվար։ Նա մոտեցավ նրան եւ նկատեց որդու գրպանից դուրս թափված փոքրիկ թղթային փաթեթ, որի վրա գրված էր անհայտ անուն։ Միշելինը վերցրեց այդ փաթեթը եւ գտավ այնտեղ բժշկական դեղերի անուններ, որոնք նա երբեք չէր լսել։ Երբ նա հարցրեց Պատրիկին, որդին պարզապես պատասխանեց, որ դա օգնում է նրան քնել։ Քնել։ Իսկ ինչու էր Պատրիկին պետք այդքան օգնություն քնելու համար, երբ նա երիտասարդ էր, առողջ պետք լիներ։ Միշելինը քաշեց փաթեթը եւ թաքցրեց։ Բայց հաջորդ օրը Պատրիկը արդեն ուներ նոր մատակարարում։ Ով էր այդ մարդը, ով անընդհատ վերականգնում էր փաթեթները։ Ազնավուրը տեղյակ դարձավ սրան, երբ ստացավ հեռախոսազանգ Միշելինից։ Այդ ժամանակ նա Մադրիդում էր, նախապատրաստվում 3 երեկո տևող համերգաշարին։ Հեռախոսը երկար խոսքից հետո վերածվեց լռության։ Ազնավուրը խոստացավ, որ կվերադառնա Պարիզ եւ կլուծի խնդիրը։ Բայց համերգաշարը արդեն կնքված էր, պայմանագիրը ստորագրված, եւ վերադառնալը նշանակեր կորցնել 150,000 ֆրանկ եւ աննախադեպ վարկանիշի խափանում։ Ազնավուրն ընտրեց բեմը։ Նա կարծեց, որ Միշելինը գերագնահատում է իրավիճակը, որ երիտասարդների սովորական շեղումներ են, որ Պատրիկը պարզապես փուլ է անցնում։ Այդ որոշումը դարձավ սառը քարը, որ ծածկեց պատասխանատվության վերջին շերտը։ Բայց մի բժիշկ, ով Պատրիկին տեսավ մի հանրային համերգում, նկատեց մի բան, որը վերապատրաստված աչքի համար անմիջապես տեսանելի էր։ Պատրիկը ուներ ընդլայնված աչքերի բիբեր, անկանոն շարժումներ եւ երբեմն անկախ դողում։ Այդ բժիշկը, որը Ազնավուրի հին ընկերներից էր, փորձեց զգուշացնել եղջին մի հանդիպման ժամանակ։ Նա ասաց. «Շարլ, քո որդին խնդիր ունի, լուրջ խնդիր»։ Բայց Ազնավուրը միայն ժպտաց եւ ասաց. «Ես գիտեմ իմ որդուն, նա կամքի տեր մարդ է»։ Այդ ժպիտը խեղդում էր ճշմարտությունը։ Կամքի տեր։ Կամքը արդեն սպառվել էր աստիճանաբար, օր-օրի, իր հոր բացակայության յուրաքանչյուր ճառագայթի մեջ։ Իսկ այդ բժիշկը չվերադարձավ թեմայի մոտ։ Նա կարծեց, որ հայրը գիտի ավելի լավ, բայց հայրը չգիտեր ոչինչ։ Երբ Պատրիկի վիճակը սկսեց վատանալ, մի անանուն բուժքույր, ով աշխատում էր մասնավոր կլինիկայում, հիշում է, որ երիտասարդը եկավ խորհրդատվության միայն մեկ անգամ։ Նա խնդրեց օգնություն, բայց չցանկաց բացահայտել իր ազգանունը։ Բուժքույրը հարցրեց. «Ինչու չես ուզում բժշկի տեսնել»։ Եվ Պատրիկը պարզապես պատասխանեց. «Ես չեմ ուզում, որ հայրս իմանա»։ Այդ նախադասությունը պարունակում է ամբողջ ողբերգության էությունն։ Որդին վախենում էր հոր դատապարտելուց, հոր հիասթափությունից, իսկ հայրը, այն մարդը, ով երգում էր սիրո եւ ներման մասին, չէր տալիս որդուն պարզապես հնարավորություն խոստովանելու իր պարտությունը։ Այդպես մի անմեղ զգացմունք, հոր նկատմամբ երկյուղը, դարձավ որդու վերջնական դատապարտման գործիքը։ Իսկ պայմանները կլինիկում։ Պատրիկը լուրջ չվերաբերվեց դեպի իր բուժումը։ Նա մեկ այցելություն կատարեց եւ այլևս չվերադարձավ։ Ինչու՞։ Որովհետև նրան հետաքրքրում էր միայն այն, որ ընտանիքը չիմանար։ Եթե բժիշկները գրեին զեկույց, եթե բուժքույրերը խոսեին, ամեն ինչ կբացահայտվեր։ Ազնավուրը կիմանար, կլիներ շշմած, եւ ամենավատը, Պատրիկը կդառնար խնդրական որդի, ով գործացավ հոր հանրության կերպարանքը։ Այդ մտքի տակ Պատրիկը նախընտրեց լռությունը։ Լռությունը, որը սպանեց նրան։ Արդյոք բժշկական օգնությունը կարող էր փրկել նրան, եթե ամոթը չարկել էր խոստովանել։ 19376 թվականի ապրիլ ամսին, մեկ ամիս նախքան Պատրիկի մահը, տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին բոլորը լռեցին։ Ազնավուրի մենեջերը, անունը մենք չենք հիշատակի, որովհետև այդ մարդը վախենում է դեռևս խոսել, ստացավ զանգ Պատրիկի կողմից։ Երիտասարդը լացում էր հեռախոսի միջոցով եւ աղաչում էր. «Ասա հորս, որ ես սխալվել եմ, ասա, որ ես պետք է օգնություն»։ Մենեջերը խոստացավ, որ հաղորդագրությունը կփոխանցի Ազնավուրին։ Բայց ուր էր այդ պահին Ազնավուրը։ Նա կանգնած էր Մոնտե Կարլոյի կազինոյի հանդիսավոր դահլիճում, պատրաստվում անցկացնել մի բարեգործական երեկո արքայազան Ռեների ներկայությամբ։ Մենեջերը սպասեց։ Նա սպասեց մինչև համերգից հետո, սպասեց մինչև հյուրանոցի սենյակում, բայց Ազնավուրը այն գիշեր այնքան հոգնած էր, որ խնդրեց չխանգարել։ Հաղորդագրությունը փոխանցվեց հաջորդ առավոտ, երբ արդեն Ազնավուրն ուներ նոր հանդիպում։
Երբ մենեջերը վերջապես խոսեց, Ազնավուրը հարցրեց. «Լուրջ է»։ Մենեջերը ասաց. «Այո, նա լացում էր»։ Ազնավուրը լռեց, մտածեց եւ վերջում ասաց. «Ես կզանգահարեմ նրան երեկոյան»։ Բայց այդ երեկո Ազնավուրը մոռացավ։ Նա ունեցավ հեռուստատեսային ինտերվյու, հետո ընթրիք հրավիրված հյուրերի հետ, հետո մեկնում էր Ջենևա։ Նա չզանգահարեց Պատրիկին։ Երբ մենեջերը հաջորդ օրը հարցրեց. «Զանգահարեցի՞ր», Ազնավուրը պարզապես ժպտաց եւ ասաց. «Կանեմ հաջորդ շաբաթ, երբ մի քիչ ժամանակ ունենամ»։ Բայց հաջորդ շաբաթ Պատրիկն արդեն մահացած էր։ Մենեջերը 1980-ականներին, երբ արդեն ծերացած էր, տվեց մի հարցազրույց հոգեբանի մի գրքի համար։ Նա ասաց. «Ես կրում եմ այդ մեղավորության զգացումը յուրաքանչյուր օր։ Ես գիտեի, որ Պատրիկը կարիք ուներ հորը, բայց ես չնկատեցի, որ դա վերջին կանչն էր։ Կար արդյոք ուրիշ ինչ-որ մեկը, ով կարող էր միջամտել»։ Պատրիկի լավագույն ընկերը, անուն չհայտնված, հիշում է, որ նա մի անգամ հետևեց Պատրիկին մինչև մի խավարային բնակարան, որտեղ նրա ընկերը մտավ առանց բացատրության։ Երբ Պատրիկը դուրս եկավ, այդ ընկերը հարցրեց. «Ինչ է իրանում այնտեղ»։ Պատրիկը պատասխանեց. «Դու չես հասկանա»։ Այդ ընկերը տարիներ անց խոստովանեց. «Ես գիտեի, որ Պատրիկը խնդիր ուներ, բայց վախենում էի նրան կորցնել, եթե ավելի շատ հարցեր տայի»։ Այդպես բարեկամությունը դարձավ լռության համակցություն, որտեղ երկուսն էլ պատրաստվում էին ողբերգությանը առանց բարձրաձայն խոսելու։ Իսկ վերջում Պատրիկը կորավ ոչ թե անմեկտամության պատճառով, այլ բոլորի լռության պատճառով։ Ազնավուրն իր կյանքում երբեք չխոսեց այս մանրամասների մասին հրապարակայնորեն։ Նա միայն մի անգամ մասնավոր ընթրիքի ժամանակ խոստովանեց մի հին բարեկամին. «Ես գիտեի, որ նա խնդիր ուներ, բայց կարծում էի, որ ժամանակ ունեմ»։ Ժամանակը չկար։ Ժամանակը վերջացել էր մայիսի 25-րդ օրը, երբ Պարիզի թիվ 12 հիվանդանոցում Պատրիկի սիրտը կանգնեց, եւ հետը Ազնավուրի վերջին հնարավորությունը լինել իսկական հայր։ Ազնավուրը տարիներ անց սկսեց երգել նոր երգեր, ավելի մռայլ, ավելի ցավոտ։ Նրա ձայնի մեջ արդեն չկար նախկին երիտասարդական հուզմունքը։ Կար մի ծերացած հայրի արձագանքը, որը գիտեր, թե ինչ է նշանակում կորցնել սերը, որը երբեք չես ասել։ Նրա համերգներում, երբ նա երգում էր Emmenez-moi, լսարանն էլ լացում էր։ Բայց Ազնավուրը չէր լացում։ Նա լացել էր բավական արդեն, գիշերները, մենակ, սառը հյուրանոցային սենյակներում, երբ հիշում էր Պատրիկի վերջին հեռախոսազանգը։ Զանգը, որին նա երբեք չպատասխանեց։ Արդյոք նա երբևէ կների իրեն, թե այդ մեղավորության զգացումը նրան ուղեկցում էր մինչև իր սեփական վերջին շունչը։ Երբ Պարիզի արխիվային ծառայության աշխատակիցները 1985 թվականին սկսեցին կարգավորել Ազնավուրի անձնական թղթերի հավաքածուն, այն մասը, որը նա նվիրաբերել էր պետությանը, նրանք հայտնաբերեցին մի տարօրինակ բացակայություն։ 10 տարի, 10 ամբողջ տարի Ազնավուրի կյանքից 1670-ից մինչև 680 պարունակում էին աննպատակաբար քիչ թղթեր։ Ոչ նամակներ, ոչ օրագրեր, ոչ անձնական նշումներ, միայն պաշտոնական պայմանագրեր եւ հասարակական լուսանկարներ։ Ամեն ինչ այլ անհետացած։ Մի տարեց արխիվապահ, ով 30 տարի աշխատել էր համակարգում, անանուն զրույցում հիշեց. նա տեսավ, թե ինչպես է Ազնավուրի մենեջերը մի անգամ բերել 3 հսկայական պայուսակներ, լցված ամենատարբեր թղթերով, եւ երբ արխիվապահը սկսեց դասակարգել, մենեջերը հանկարծ կանգ առավ եւ ասաց. «Սպասեք, սրանք սխալ են, ես պետք է դրանք վերադարձնեմ»։ Նա վերցրեց 2 պայուսակ եւ այլևս չվերադարձավ։ Ինչ կար այդ պայուսակներում։ Արխիվապահը հիշում է միայն մի բան. նա նկատեց կապույտ կնիքներով փաստաթղթեր, որոնց վրա գրված էր անձնական, բժշկական։ Երբ հարցրին Ազնավուրին, նա պատասխանեց. «Կորել են տեղափոխության ժամանակ»։ Բայց թղթերը չեն կորում պարզապես։ Թղթերը հեռացվում են։ Գոյություն ուներ 5 մարդ, ովքեր իմացել էին Պատրիկի վիճակի մասին ամեն ինչ, հարազատ մոր Միշելինի, երկրորդ կին Ուլլայի, մի անհայտ բժշկի, մի մենեջերի եւ մի փոքր շրջանակի ընկերների։ Իսկ այդ 5-ից 4-ը դեռ ապրում են։ 2-ը մերժեցին խոսել։ Մեկը համաձայնեց, բայց միայն անանուն։ Մյուսը, հին մենեջերը, մահացավ 1989 թվականին, առանց երբևէ հրապարակելու, թե ինչ գիտեր։ Բայց նա թողել էր մի ձեռագիր, կնոջը, եւ այդ կինը տարիներ անց մի փոքրիկ հարցազրույցում խոստովանեց. ամուսինն ապրել է մեղավորության զգացմամբ մինչև իր վերջին օրը։ Նա գրել էր. Ազնավուրը իմացել է բոլոր ազդանշանները, բայց ընտրել է չլսել, որովհետև լսելը նշանակիր ընդունել, որ որդին փոխվել էր մի բանի մեջ, որը նա չէր կարող վերահսկել։ Փոխվել։ Պատրիկը չէր փոխվել։ Պատրիկը դանդաղ անհետանում էր, եւ նրա անհետացումը տեղի էր ունենում բոլորի աչքի առջև։ 3 մարդ, 3 անանուն վկա հիշում են, որ Պատրիկը վերջին ամսներին սկսել էր պահպանել տարօրինակ նամականի հետ կապ։
Այդ նամակները գալիս էին դեղին ծրարներով, առանց հետադարձ հասցեի, եւ Պատրիկը դրանք ստանում էր անձամբ փոստատանը։ Մի անգամ նրա քույրը հարցրեց. «Ո՞վ է քեզ գրում»։ Եվ Պատրիկը պարզապես ժպտաց եւ ասաց. «Ոչ ոք, կարևոր»։ Բայց երբ նա մահացավ, այդ նամակները չգտնվեցին նրա բնակարանում։ Ո՞վ էր մուտք գործել եւ վերցրել դրանք, մինչեւ ոստիկանությունը ժամանեց։ Հարևանը հիշում է, որ նա տեսավ մի տղամարդու, թեթև բաճկոնով, որը դուրս եկավ Պատրիկի բնակարանից այն գիշերը, երբ մարմինը դեռ ներսում էր, բայց շտաբ ծառայությունը դեռ չէր հասել։ Ո՞վ էր այդ մարդը, ինչպես ուներ բանալի, եւ ինչու ոստիկանությունը երբեք չհետաքննեց այս մանրամասները։ Արդյոք մի արխիվ, որը հեռացված է, պարտավորեցնում է քննել, թե ինչու էր այն այդքան վտանգավոր։ Ազնավուրի մարմինը 16 տարի տիրելու բեմերին, հազարավոր համերգներին, անթիվ ճանապարհորդություններին փոխվել էր աննկատ, բայց անդառնալի կերպով։ 1976 թվականին, երբ Պատրիկը մահացավ, Ազնավուրն արդեն 55 տարեկան էր, տարիք, որին մարմինը սկսում է ճշմարտություն ասել։ Նրա դեմքը, որը երիտասարդության տարիներին եղել էր նրբագեղ եւ կենդանի, այժմ ցույց էր տալիս իշխանության տասնամյակների հետքերը, խորը ծալքեր ակնների անկյուններում, մթնեցած գույն, որը չէր անհետանում անգամ երկարատև հանգստից հետո, եւ աչքերում մի հայացք, որը միաժամանակ տաժանակիր եւ հեռավոր էր։ Նրա ձեռքերը, այդ ձեռքերը, որոնք երգերի ընթացքում պատմում էին պատմություններ, դարձել էին թրթռուն, եւ երբեմն համերգից հետո նա պահանջում էր մերսում, որպեսզի դրանք հանգստանան։ Իսկ ամենաուշագրավը նրա քայլվածքը։ Ազնավուրը միշտ եղել էր կարճահասակ, բայց իր երիտասարդության տարիներին նա շարժվել էր արագ, վճռականորեն։ Իսկ այժմ 670-ականների կեսերին նրա քայլերը դարձել էին ծանր, հատուկապես երբ նա մտածում էր, որ ոչ ոք չի նայում։ Նրա անձնական բժիշկը դոկտոր Ֆրանսուଆ Մուրանը, որը բուժում էր Ազնավուրին 15 տարի, տվեց մի հազվադեպ հարցազրույց բժշկական ամսագրի համար 1989 թվականին, երբ արդեն ինքը մահամերձ էր։ Նա ասաց. «Շարլ Ազնավուրը կրում էր հիվանդություն, որը տասնամյակներ պահել էր գաղտնի։ Դա չէր սպանում նրան, բայց այն սպառեցնում էր նրա ֆիզիկական ռեսուրսները շատ ավելի արագ, քան բնականոն տարիքը»։ Ինչ հիվանդություն։ Մուրանը մերժեց մանրամասներ տալ, բայց նշեց, դա կապված էր նյարդային համակարգի հետ եւ ստիպում էր նրան մշտապես պայքարել ցավի եւ հոգնածության դեմ։ Այս խոստովանությունը բացատրում է, թե ինչու Ազնավուրը իր կարիերայի գագաթնակետում երբեմն չեղարկում էր համերգներ վերջին րոպեին, պատճառաբանելով անձնական պատճառներով։ Իսկ իրականում դա չէր անձնական ընտրություն, այլ ֆիզիկական անհնարինություն շարունակել։ Բայց երբ Պատրիկը մահացավ, Ազնավուրի առողջությունը դրամատիկ կերպով վատացավ։ Մուրանը հիշում է, որ երգիչը կորցրեց 12 կիլոգրամ քաշ 3 ամսում, սկսեց տառապել անքնությունից, եւ նրա ձեռքերի դողը դարձավ այնքան նկատելի, որ հարկ եկավ օգտագործել հատուկ դեղեր համերգներից առաջ։ Ազնավուրի կինը, Ուլլան, մի անձնական նամակում, որը հրապարակվեց նրա մահից հետո, գրեց. «Նա դադարել էր քնել։ Գիշերները նա նստում էր լուսամուտի մոտ եւ նայում արտաքին աշխարհին, ինչպես մարդ, ով փնտրում է պատասխան, բայց գիտի, որ պատասխան չկա»։ Այս տառապանքը ֆիզիկական էր, բայց դրա արմատները հոգևոր։ Նա տանջվում էր ոչ թե հիվանդությունից, այլ մեղավորությունից, որը բնակվում էր նրա ոսկորների մեջ։ Բժիշկները առաջարկեցին հանգիստ հեռանալ բեմից 6 ամիս, կենտրոնանալ վերականգնման վրա, բայց Ազնավուրը մերժեց։ Նա ասաց Մուրանին. «Եթե ես դադարեցնեմ երգելը, ես կմեռնեմ այնտեղ, իմ ներսում, այնտեղ, որտեղ երաժշտությունն է միակ բանը, որը դեռ կենդանի է»։ Այսպիսով նա վերադարձավ բեմ, բայց այլևս ոչ նախկին Ազնավուրը։ Նա երգում էր, բայց նրա ձայնը, այն փայլուն, կենսալի ձայնը, դարձել էր խրոխտ, ողբերգական։ Լսարանը դա զգում էր։ 1980-ականների սկզբին մի թերթի քննադատը գրեց. «Ազնավուրը այլևս չի երգում սիրո մասին, նա երգում է կորուստի մասին, եւ դրա համար նրա ձայնը հիմա ավելի իրական է, քան երբևէ»։ Արխիվներում, հատկապես Ֆրանսիական ազգային գրադարանի մի փակ բաժնում, պահվում են Ազնավուրի անձնական թղթերի փոքր հավաքածու, որոնք դեռ չեն հրապարակվել լիովին։ Այնտեղ կան բժշկական զեկույցներ, որոնք նկարագրում են երգչի ֆիզիկական վիճակը հատուկ ժամանակահատվածում 675-ից մինչև 80։ Այդ զեկույցները ցույց են տալիս, որ Ազնավուրը կանոնավոր բուժում էր ստանում ցավազրկիչներով, ներով, հակադեպրեսանտներով եւ նույնիսկ մի կարճ ժամանակահատվածում հոգեբույժների խորհրդատվություններով։ Բայց ամենաակնառու փաստաթուղթը մի նամակ է, որը Ազնավուրը գրել է իր բժշկին, եւ որտեղ նա խոստովանում է. «Ես չեմ կարող ներել ինձ։ Որքան էլ ժամանակ անցնի, ես տեսնում եմ նրա դեմքը ամեն գիշեր եւ լսում եմ նրա ձայնը, որը աղաչում էր ինձ լսել»։ Այս նամակը գրվել է 1581 թվականին, 5 տարի Պատրիկի մահից հետո,
եւ այն ցույց է տալիս, որ ժամանակը չէր բուժում այս վերքը։ Իսկ այդ արխիվներում կան այլ գաղտնիքներ։ Երկու արխիվապահ, ովքեր աշխատել են այդ հավաքածուի վրա, անանուն հաղորդեցին, որ առնվազն 30 էջ թղթեր հեռացվել են հավաքածուից, մինչև այն հրապարակայնության փոխանցվելը։ Ով հեռացվեց դրանք, ինչու եւ ինչ էր գրված այնտեղ։ Մի արխիվապահ հիշում է, որ նա տեսավ մի էջ, որտեղ Ազնավուրը նկարագրում էր իր վախը, որ իր կարիերան կկործանվի, եթե ճշմարտությունը բացահայտվի։ Ինչ ճշմարտություն։ Արխիվապահը չհիշում է լրացուցիչ մանրամասներ, քանի որ էջը անցավ նրա ձեռքերով միայն մի րոպե, նախքան այն ում որ հետ վերցվեց։ Արդյոք ֆիզիկական տառապանքը կարող է դառնալ մեղավորության երևելի գնահատական։ Երբ Պատրիկ Ազնավուրը մահացավ 1676 թվականի մայիսին, մի մարդ, որի անունը երբեք չհրապարակվեց, ստացավ այն բոլոր իրերը, որոնք պատկանում էին երիտասարդին։ Այդ մարդը չէր ընտանիքի անդամ, չէր իրավաբան, եւ ըստ մի անանուն վկայի, նա մուտք գործեց բնակարան, մինչև ընտանիքը իմացավ։ Ով էր այդ մարդը, ով ունեցավ բանալի, ով իրավունք ուներ մտնել եւ ամենակարևորը, ինչ նա վերցրեց այնտեղից։ Ոստիկանական զեկույցը նշում է, որ երբ Պատրիկի մայրը Միշելինը ժամանեց բնակարան, նա գտավ սենյակը արդեն կիսադատարկ։ Կոմոդի դարակները բացված էին, անկողնի տակը քննված, եւ անկյունում մի փոքրիկ գրակարան, որտեղ այրվել էին թղթեր, դեռ տաք էր մոխրից։ Միշելինը տարիներ անց մի հարցազրույցում ասաց. «Ես գիտեի, որ ինչ-որ մեկը ցանկանում էր թաքցնել ճշմարտությունը, բայց նա երբեք չասաց, ով էր այդ մեկը»։ Ազնավուրի մենեջերը, որը կառավարում էր նրա բոլոր ֆինանսական եւ իրավական գործերը, 1975-ից մինչև 85 հանգակարծ դարձավ շատ հարուստ։ Նա, ով նախկինում ունեցել էր պարզ բնակարան Փարիզի երկրորդ թաղամասում, 1986 թվականին գնեց մի վիլլա Կանում եւ երկրորդ տուն Լոզանում։ Նրա եկամուտների աղբյուրը երբեք չբացատրվեց հրապարակայնորեն։ Երբ մի թերթագիր հարցրեց. «Ինչպես հարստացաք այս քանարակ», մենեջերը պատասխանեց. «Լավ, ներդրումներ»։ Բայց ինչ ներդրումներ։ Փաստաթղթերում կան ուրվագծեր մի մասնավոր պայմանագրի, որը ստորագրվել էր մենեջերի եւ Ազնավուրի միջև 1676 թվականի հունիսին, 1 ամիս Պատրիկի մահից հետո։ Այդ պայմանագրով Ազնավուրը փոխանցում էր մենեջերին հսկայական գումար՝ 2 միլիոն ֆրանկ, որպես վստահության հատուցում եւ լուր համաձայնություն։ Այս արտահայտություններն անհասկանալի են, եթե չկարդաս դրանց միջև։ Ինչ լուր համաձայնություն, ինչի մասին է խոսքը։ Գոյություն ունի մեկ այլ մարդ, ով հարստացավ Պատրիկի մահից հետո, եւ դա էր մի լրագրող, որը աշխատում էր Փարիզյան սենսացիոն թերթում։ Այդ լրագրողը հրապարակեց Պատրիկի մահվան մասին մի փոքրիկ հոդված, առանց մանրամասների, առանց քննադատության։ Բայց 2 շաբաթ անց նա հանկարծ դադարեցրեց իր լրագրողական գործունեությունը եւ գնաց արտասահման, Իտալիա, որտեղ գնեց փոքրիկ սրճարան Ֆլորենցիայում։ Երբ նրա աղքին գործընկերները հարցրին, որտեղից գումար, նա միայն ժպտաց եւ ասաց. «Ժառանգություն»։ Բայց նրա ընտանիքը չուներ գումար, եւ նրա ծնողները դեռ ապրում էին պարզ պայմաններում։ 10 տարի անց այդ լրագրողը մահացավ սրտի կաթվածից, եւ նրա փոքրիկ բնակարանում գտան մի ծածկագիր, պահված փոքրիկ տուփում։ Այնտեղ գրված էր. «Ազնավուր, Պատրիկ, լռություն, վճարված»։ Ով վճարեց։ Եվ ինչու այս նշումն այրվեց անմիջապես իտալական իրավապահների կողմից առանց քննության։ Ազնավուրի իրավաբանը Մայտր Ժան Դուվալը, ով վարում էր նրա ընտանեկան գործերը, 1989 թվականին տվեց մի ճնշիչ հարցազրույց։ Նա ասաց. «Ազնավուրը խնդրեց ինձ կազմել փաստաթղթեր, որոնք երաշխավոր էին, որ որոշակի տեղեկություններ երբեք չեն հրապարակվի։ Նա պատրաստ էր վճարել ցանկացած գին, իսկ ես, որպես նրա իրավաբան, պարտավոր էի ապահովել այդ լռությունը»։ Դուվալը մահացավ 1989 թվականին, եւ նրա արխիվները փակ են մնում դեռևս։ Բայց նա թողել էր նշում իր ընտանիքին. Պատրիկի գործը երբեք չպետք է բացահայտվի լիովին, որովհետև դա կործանարդառնալի կվնասի շատ մարդկանց։ Ում։ Միայն Ազնավուրին, թե ուրիշներին էլ։ Կան 3 անանուն վկաներ, ովքեր պնդում են, որ Պատրիկի մահը չէր պատահական։ Նրանք ասում են, որ երիտասարդը վերջին շաբաթներին խոսում էր մեծ բացահայտման մասին, որ իմ հայրը կպետք է իմանա ճշմարտությունը։ Երբ Պարիզի արդարադատության պալատի պահոցում դասավորվեցին Պատրիկ Ազնավուրի վերջին 24 ժամերի ժամանակացույցը վերականգնող փաստաթղթերը, մի ավագ քննիչը նկատեց մի տարօրինակ բացակայություն։ 3 ժամ, 3 ամբողջ ժամ Պատրիկի վերջին օրվա մեջ չէին ունենում վկա։ Ժամը 2-ից հետո մինչև 5-ը, ոչ մի հեռախոսազանգ, ոչ մի այցելու, ոչ մի հարևանի վկայություն։ Ինչ-որ մեկը այցելել էր Պատրիկին այդ անտեսանելի 3 ժամի ընթացքում։ Քննիչը փորձեց բացահայտել այդ անհայտ այցելուին։ Նա արձաքննեց հարևաններին, տրնապանին, մոտակա խանութների սեփականատերերին։
Երկու մարդ հիշեցին մի անծանոթ կին, սև վարագույրով շորերով, որը մտավ շենք մոտավորապես ժամը 2-ին։ Նա բարձրացավ աստիճաններով արագ քայլերով, իր դեմքը մասամբ թաքնված։ Երբ նա իջավ, ժամը 5-ն անցել էր 20 րոպե, եւ նրա աչքերը կարմիր էին։ Ո՞վ էր այդ կինը։ Ինչու նա եկավ։ Եվ ամենակարևորը, ինչ նա խոսեց Պատրիկի հետ այդ վերջին ժամերին։ Քննիչը գտավ դռնապանի օրագրում մի հազվագյուտ նշում։ Գրված էր. Կին, շուրջ 30 տարեկան, առանց ներկայացման, ասաց, որ Պատրիկի հարազատն է։ Բայց Պատրիկը չուներ քույր, եւ նրա մայրը այդ օրը Նորմանդիայում էր։ Ո՞վ էր այդ կինը, որը ներկայացավ որպես հարազատ։ Քննիչը ուղարկեց հարցումներ բոլոր հիվանդանոցներին, բոլոր մասնավոր կլինիկաներին, բայց ոչ մի անուն չհամընկավ։ Հետո 3 շաբաթ անց մի անանուն զանգ եկավ ոստիկանություն։ Կինը, որի ձայնը դողում էր, ասաց. Ես եմ այն կինը, ով տեսավ Պատրիկին վերջին անգամ։ Նա ինձ խնդրեց չասել ոչ ոքի, բայց հիմա ես չեմ կարող լռել։ Քննիչը հարցրեց. Ո՞վ եք դուք։ Կինը պատասխանեց. Ես եմ Էլիզա, Պատրիկի սիրածը, այն ում մասին նրա ընտանիքը երբեք չիմացավ։ Էլիզա։ Այդ անունը երբեք չհիշատակվեց Ազնավուրի պաշտոնական կենսագրություններում, բայց նա գոյություն ուներ։ 28 տարեկան մանկավարժուհի, ով ապրում էր Մարեի թաղամասում։ Նա հանդիպել էր Պատրիկին 1974 թվականին մի արվեստի ցուցահանդեսում։ Նրանք սիրում էին իրար, բայց Պատրիկը պահում էր այդ հարաբերությունը գաղտնի։ Ինչու։ Էլիզան տարիներ անց 1982 թվականին տվեց մի երկար հարցազրույց փակ դռների հետևում։ Նա ասաց. Պատրիկը վախենում էր, որ իր հայրը կմերժի ինձ։ Ես չէի հայտնի ընտանիքից, չունեի փող, չունեի կապեր։ Նա կարծում էր, որ Շարլ Ազնավուրը երբեք չի ընդունի այդպիսի կնոջ որպես իր որդու ընտրություն։ Էլիզան հիշում է Պատրիկի վերջին խոսքերը։ Երբ նա եկավ այցելության այդ մայիսյան ցերեկը, Պատրիկը նստած էր իր սենյակի անկյունում, ձեռքերը ծածկած գլխին։ Նա նայեց Էլիզային եւ ասաց. Ես հոգնել եմ, Էլիզա։ Ես հոգնել եմ սպասելուց, երբ հայրս կունենա ժամանակ ինձ համար։ Էլիզան փորձեց նրան հանգստացնել։ Նրանք խոսեցին 3 ժամ։ Պատրիկը խոստովանեց, որ ուներ խնդիրներ, որոնք չէր կարող լուծել ինքնուրույն։ Նա ասաց, որ փորձել է դիմել հորը, բայց Ազնավուրը միշտ զբաղված էր։ Էլիզան հարցրեց. Ինչու՞ չես խոսում ուղակի նրա հետ, երբ նա վերադառնա Փարիզ։ Պատրիկը ժպտաց, այն դառը ժպիտով, որը խոսում է ավելին, քան 1000 խոսք։ Նա պատասխանեց. Որովհետև երբ հայրս Փարիզում է, նա միշտ գտնում է ավելի կարևոր բաներ։ Ես միշտ եմ երկրորդը, Էլիզա, միշտ երկրորդը։ Եվ այդ վերջին նախադասությունը դարձավ վերջին խոստովանությունը։ Էլիզան մեկնեց ժամը 5-ին։ Երբ նա դուրս գնաց դռնից, Պատրիկը գրկեց նրան եւ ասաց. Շնորհակալ եմ, որ եղար։ Այն խոսքը եղար անցյալ ժամանակով։ Կարծես Պատրիկն արդեն գիտեր, որ դա վերջն է։ 5 ժամ անց Պատրիկ Ազնավուրի կյանքը կավարտվի։ Բայց ինչ տեղի ունեցավ այդ 5 ժամում։ Արդյոք վերջին սերը կարող է փրկել, երբ վերջին հիասթափությունն արդեն եկել է։ 1976 թվականի մայիսի 20-րդի երեկոյան ժամը 15 րոպե առաջ, երբ Փարիզի փողոցները դեռ լուսավորված էին մայրամուտի վերջին ճառագայթներով, 3 մարդ նստած էին մի փակ ռեստորանի անկյունային սեղանի շուրջ։ Նրանցից մեկը Ազնավուրի մենեջերն էր, երկրորդը մի անծանոթ իրավաբան, երրորդը մի լրագրող, ով հայտնի էր իր սենսացիոն բացահայտումներով։ Այդ 3 մարդիկ երբեք չեն խոստովանել պաշտոնապես, թե ինչու հանդիպեցին այդ օրը, բայց մի վկա, ռեստորանի սպասարկուհին, որը մատուցում էր նրանց սուրճը, հիշում է մի բան։ Նա լսեց, թե ինչպես է մենեջերը բարձր ձայնով ասում. Եթե այս պատմությունը հրապարակվի, Ազնավուրի կարիերան ավարտված է։ Մենք պետք է պաշտպանենք նրան ցանկացած գնով։ Իրավաբանը պատասխանեց. Պաշտպանությունը պահանջում է գումար, շատ գումար։ Լրագրողը լռում էր, բայց նրա աչքերը փայլում էին, այն փայլով, որը հայտնի է նրանց, ովքեր տեսել են հնարավորություն։ Մինչև օրս այդ 3 մարդկանց հետագիծը խոսում է ավելին, քան նրանց խոսքերը։ Մենեջերը, ինչպես արդեն նշել ենք, դարձավ անսովոր հարուստ։ Իրավաբանը, որի անունը Լուի Բեռնարդն էր, 1976-ից մինչև 81-րդ վարեց Ազնավուրի բոլոր նուրբ գործերը, եւ երբ ավարտեց աշխատանքը, ստացավ այնպիսի վճարում, որ կարողացավ գնել ամբողջ շենք Փարիզի կենտրոնում։ Լրագրողը նա այլևս երբեք չգրեց Ազնավուրի մասին, բայց գտավ ժառանգություն եւ հեռացավ Իտալիա։ Բայց ամենադրամատիկ փաստն այն է, որ բոլոր 3-ը մահացան երիտասարդ։ Մենեջերը սրտի կաթվածից 48 տարեկանում, իրավաբանը ավտովթարից 55 տարեկանում, լրագրողը, արդեն նշեցինք, 54 տարեկանում։ 3 մահ,
3 պատահականություն կամ 3 կապված իրադարձություն։ Բայց ինչ գիտեին այդ 3 մարդիկ, որ պահանջեց այդքան մեծ գումարների փոխանցում։ Գոյություն ունի մի գաղտնի փաստաթուղթ, պահված Ֆրանսիայի ազգային արխիվում, որը դասակարգված է որպես թաքնված մինչև 2052 թվական։ Այդ փաստաթուղթը, ըստ արխիվապահների լուրջ հուշումների, պարունակում է մի զեկույց, որը կազմվել էր Ազնավուրի անձնական հարցով։ Զեկույցի վերնագիրը «Ազնավուր ընտանիք. հնարավոր սպառնալիքներ հանրային կերպարանքին»։ Ով պատվիրեց այդ զեկույցը, եւ ինչու այն այնքան արժեքավոր էր, որ 2052 թվականից առաջ չի կարող բացահայտվել։ Մի թերթագիր, որը ունեցավ հասանելիություն այդ փաստաթղթին 1989 թվականին, նախքան այն հավերժ փակվելը, վերհիշեց մի նախադասություն, որը տպավորել էր նրան։ Գրված էր. Պատրիկ Ազնավուրի մահը, եթե ճիշտ կառավարվի, կարող է դառնալ ոչ սկանդալ, այլ ողբերգություն, որը կմեծացնի հոր կերպարանքը։ Այսինքն Պատրիկի մահը ծրագրված էր օգտագործվել։ Ոչ թե որպես ընտանեկան նեղություն, այլ որպես մարքեթինգային հնարք։ Այդ փաստաթուղթը խոսում է նաև այն մասին, թե ինչպես պետք է ներկայացվի պատմությունը լրատվամիջոցներին։ Ազնավուրը պետք է ներկայացվի որպես տառապող հայր, ով կորցրեց իր որդուն ողբերգական հանգամանքներում։ Ոչ մի հիշատակում թմրամիջոցների, ոչ մի հիշատակում ընտանեկան անտեսման։ Միայն սեր, միայն ցավ, միայն հայրական սիրտը, որը ջարդվել է։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Երբ Պատրիկի մահվան լուրը հրապարակվեց, բոլոր թերթերը գրեցին նույն պատմությունը՝ Ազնավուրի ողբերգությունը։ Հայրը, ով կորցրեց իր սիրելի որդուն։ Ոչ մի հետաքննություն թմրամիջոցների մասին, ոչ մի հարց անտեսանելի այցելուների մասին, ոչ մի վկայություն այն 3 ժամերի մասին, որոնք դեռևս անբացահայտ են։ Իսկ ով օգտվեց Պատրիկի մահից։ Առաջին շահառուն հենց Ազնավուրն էր։ Նրա հաջորդ ալբոմը «Je n'ai rien oublié» հրապարակված 1977 թվականին, 1 տարի Պատրիկի մահից հետո, վաճառվեց 2 միլիոն օրինակով։ Քննադատները գրեցին. Ազնավուրի ձայնում կա նոր խորություն, մի ցավ, որը անհնար է չզգալ։ Բայց դա չէր նոր խորություն արվեստում, այլ գործիքավորված ողբերգություն, որը վաճառվում էր որպես ալբոմներ։ Երկրորդ շահառուն մենեջերն էր, որը ստացավ 10% Ազնավուրի հաջորդ 3 տարիների եկամուտներից, որպես իր հավատարմության համար վճար։ Երրորդ շահառուն այն լրագրողներն էին, ովքեր պարզապես լռեցին եւ դրա համար ստացան անհայտ գումարներ։ Բայց Պատրիկը մնաց մոռացված։ Նրա անունը հիշատակվում էր հազվադեպ, միշտ կապված հոր կերպարանքի հետ, երբեք որպես անկախ անհատականություն։ Նա դարձավ ոչ թե մարդ, այլ գործիք հոր փառքի համար։ Արդյոք որդու մարմինը կարող է դառնալ հոր կարիերայի աստիճանը։ Երբ Փարիզի արդարադատության պալատի պահոցում դասավորվեցին Պատրիկ Ազնավուրի վերջին 24 ժամերի ժամանակացույցը վերականգնող փաստաթղթերը, մի ավագ քննիչը նկատեց մի տարօրինակ բացակայություն։ 3 ժամ, 3 ամբողջ ժամ Պատրիկի վերջին օրվա մեջ չէին ունենում վկա։ Ժամը 2-ից հետո մինչև 5-ը։ Ոչ մի հեռախոսազանգ, ոչ մի այցելու, ոչ մի հարևանի վկայություն։ Ինչ-որ մեկը այցելել էր Պատրիկին այդ անտեսանելի 3 ժամի ընթացքում։ Երբ Փարիզի արդարադատության պալատի պահոցում դասավորվեցին Պատրիկ Ազնավուրի վերջին 24 ժամերի ժամանակացույցը վերականգնող փաստաթղթերը, մի ավագ քննիչը նկատեց մի տարօրինակ բացակայություն։ 3 ժամ, 3 ամբողջ ժամ Պատրիկի վերջին օրվա մեջ չէին ունենում վկա։ Երբ Փարիզի արդարադատության պալատի պահոցում դասավորվեցին Պատրիկ Ազնավուրի վերջին 24 ժամերի ժամանակացույցը վերականգնող փաստաթղթերը, մի ավագ քննիչը նկատեց մի տարօրինակ բացակայություն։ 3 ժամ, 3 ամբողջ ժամ Պատրիկի վերջին օրվա մեջ չէին ունենում վկա։ Երբ Փարիզի արդարադատության պահոցում դասավորվեցին Պատրիկ Ազնավուրի վերջին 24 ժամերի ժամանակացույցը վերականգնող փաստաթղթերը, մի ավագ քննիչը նկատեց մի տարօրինակ բացակայություն։ 3 ժամ, 3 ամբողջ ժամ Պատրիկի վերջին օրվա մեջ չէին ունենում վկա։ Ժամը 2-ից հետո մինչև 5-ը։ Ոչ մի հեռախոսազանգ, ոչ մի այցելու, ոչ մի հարևանի վկայություն։ Երբ Փարիզի արդարադատության պահոցում դասավորվեցին Պատրիկ Ազնավուրի վերջին 24 ժամերի ժամանակացույցը վերականգնող փաստաթղթերը, մի ավագ քննիչը նկատեց մի տարօրինակ բացակայություն։ 3 ժամ, 3 ամբողջ ժամ Պատրիկի վերջին օրվա մեջ չէին ունենում վկա։ Երբ Պատրիկի մահվան լուրը հրապարակվեց, բոլոր թերթերը գրեցին նույն պատմությունը։ Բայց Պատրիկի վերջին ժամերում տեղի ունեցավ ուրիշ բան, ինչ-որ բան, որը երբեք լիովին չբացահայտվեց։ Երբ շտապ օգնության ավտոմեքենան հասավ բնակարան, բժիշկները գտան Պատրիկին պառկած հատակին, նրա աչքերը փակ, բերանը թեթևակի բաց։ Բայց նրանք նաև գտան ուրիշ բան։
Անկողնու կողքին մի փոքրիկ նամակ, ծալված կիսով, որի վրա գրված էր մի նախադասություն։ Այդ նամակը, ըստ մի շտապ օգնության Բուշ քրոջ անանուն վկայության, բավականաչափ ժամանակ մնաց բժիշկների ձեռքերում, բայց հետո անհետացավ։ Երբ ոստիկանությունը հարցրեց այդ նամակի մասին, շտապ օգնության ծառայությունը պատասխանեց. «Մենք չենք տեսել ոչ մի նամակ»։ Բայց Բուշ քույրը, որը այժմ ապրում է Նորմանդիայում եւ վախենում է իր իսկական անունը հայտնել, հիշում է, թե ինչ էր գրված այդ նամակում։ Նա ասաց. «Երկու նախադասություն էր։ Առաջինը՝ հայրիկ, ես սպասեցի։ Երկրորդը՝ դու չեկար»։ Այդ երկու նախադասությունները պարունակում են ողջ ողբերգության էությունը։ Պատրիկը վերջին րոպեներին գրել էր այդ նամակը իր հորը։ Նա սպասել էր, որ Ազնավուրը կվերադառնա, կլսի, կհասկանա, բայց Ազնավուրը չեկավ։ Նա բեմում էր Մոնակոյում, երգում էր մի արքայազնի համար, ապուրներ էին ծափահարում նրան, եւ նրա որդին մահանում էր առանց հոր վերջին գրկախառնության։ Երբ այդ նամակը անհետացավ նաեւ վերջին ապացույցը, որ Պատրիկը փորձել էր հաղորդակցվել հոր հետ։ Ազնավուրը երբեք չիմացավ այդ նամակի մասին, կամ եթե իմացավ, նա ընտրեց չխոսել։ Երկու հավանականություն, երկուսն էլ սարսափելի։ Ազնավուրը հասավ Պարիզ հաջորդ օրը։ Նա չմասնակցեց արարողությանը, որտեղ Պատրիկի մարմինը փոխադրվեց դահլիճ։ Նա նստած էր հյուրանոցային սենյակում, կուրացած վարագույրներով, եւ լացում էր առանց ձայնի։ Մի հին ընկեր, ով այցելեց նրան, հիշում է, Ազնավուրը միայն կրկնում էր մի նախադասություն. ես չկարողացա։ Բայց ինչ չկարողացավ։ Հասնել, լսել, փրկել։ Բոլոր այդ բառերը կիրառելի են, բոլորը տառապանքով լի։ Պատրիկի թաղմանը Ազնավուրը չխոսեց։ Նա կանգնած էր գերեզմանի եզրին, իր աչքերը թաքնված սև ակնոցների ետևում, եւ երբ արկղը իջավ հողի մեջ, նա չշարժվեց։ Հարազատ մայրը Միշելինը փորձեց մոտենալ նրան, բայց Ազնավուրը հրաժարվեց նրա ձեռքից։ Նա մնաց մենակ, այնտեղ, գերեզմանի կողքին, մինչև բոլորը հեռացան։ Վկաները ասում են, նա կանգնեց այնտեղ 3 ժամ, առանց շարժման, ինչպես արձան, որը սպասում է իր սեփական մահվան։ Երբ վերջապես մեկնեց, նա ոչինչ չասաց, միայն դանդաղ քայլեց դեպի ավտոմեքենա, իր ուսերը ծանրացած անտանելի բեռով։ Հետո Ազնավուրը անհետացավ հանրային աչքից 6 ամիս։ Նա չեղարկեց բոլոր համերգները, մերժեց բոլոր հարցազրույցները եւ ապրում էր փակված։ Բայց այդ 6 ամսում նա գրեց 32 երգ, որոնցից 10-ը երբեք չհրապարակվեցին։ Մի երաժշտական արտադրող, որը ունեցավ հասանելիություն այդ չհրապարակված երգերին, հիշում է, դրանք այնքան ցավոտ էին, այնքան անձնական, որ Ազնավուրը ինքն արգելեց դրանց հրատարակումը։ Նա ասաց. «Այս երգերը չեն ազատության համար, այս երգերը ինձ համար են, իմ սեփական դատապարտության համար»։ Մի երգ, որի վերնագիրը Le fils que j'ai perdu պարունակում էր այնպիսի տողեր. J'ai chanté pour le monde, mais j'ai oublié mon sang։ Այդ տողերը երբեք չլսեցին հանրությունը։ Տարիներ անց Ազնավուրը վերադարձավ բեմ։ Նա երգում էր նույն երգերը. La bohème, emmenez-moi, hier encore, բայց նրա ձայնը փոխվել էր։ Քննադատները նկատեցին, նրա ներկայացումները դարձան ավելի դանդաղ, ավելի խորունկ, եւ երբ նա երգում էր սիրո մասին, նրա դեմքի արտահայտությունը խոսում էր ոչ թե սիրո ուրախության, այլ կորստի ողբի մասին։ Մի հին համերգակազմող հիշում է, Ազնավուրը երբեմն կանգ էր առնում բեմի կենտրոնում երգն ավարտելուց հետո եւ նայում էր դահլիճի խավարի մեջ, ինչպես թե փնտրեր մեկին, ում երբեք չէր տեսնի։ Արդյոք նա փնտրում էր Պատրիկի ստվերը այդ դատարկության մեջ։ Եվ այդպես կյանքը շարունակվեց։ Ազնավուրը դարձավ լեգենդ, նրա երգերը դարձան դասական, նրա անունը փորագրվեց պատմության էջերում, բայց Պատրիկի անունը մնաց ստվերում։ Գերեզմանային քարի վրա փորագրված թվականների մեջ, մոռացված բոլորից, բացի հորից, ով տանջվեց մինչև իր վերջին օրը։ Արդյոք փառքը կարող է լվանալ արյունը, որը թափվեց անտեսման անունից։ Երբ Շարլ Ազնավուրը հեռացավ այս աշխարհից 2018 թվականի հոկտեմբերին, 94 տարեկան հասակում, ամբողջ Ֆրանսիան սգաց։ Նրան թաղեցին ազգային հերոսի պատվով, նախագահը անձամբ ելույթ ունեցավ, եւ միլիոնավոր մարդիկ հետևեցին արարողությանը հերոստացույցով։ Բայց մի բան մնաց անասված այդ հարգանքի ցույցերում։ Ոչ ոք չհիշեց Պատրիկին։ Ոչ ոք չխոսեց այն որդու մասին, ով մահացավ 42 տարի առաջ, ով անցավ իր հոր կենսագրությունից միայն որպես մի կողմնակի նշում։ Ազնավուրի ընտանիքը, նրա երկրորդ կին Ուլլան, նրա երեխաները երկրորդ ամուսնությունից պահպանեցին լռությունը։ Եվ այդ լռությունը խոսեց ավելին, քան 1000 ելույթ։ Պատրիկի մայրը Միշելինը մահացել էր 1989 թվականին։
Նա երբեք չտվեց մանրամասն հարցազրույց իր որդու մահվան մասին, միայն մեկ անգամ, կարճ զրույցում, ասաց. Շառլը կորցրեց Պատրիկին նույնիսկ նախքան նրա մահը, որովհետև նա երբեք չգիտեր իր որդուն։ Այդ խոսքերը մնացին որպես վերջնական դատավճիռ հոր անտեսության նկատմամբ։ Իսկ Ազնավուրի մյուս երեխաները, ովքեր մեծացան հոր ավելի ուշադիր հոգացության ներքո, երբեք չխոսեցին Պատրիկի մասին հրապարակայնորեն։ Նրանք պարզապես ապրեցին, իսկ Պատրիկը մնաց ուրվական, հավերժ 25 տարեկան, հավերժ սպասող հոր, ով երբեք չեկավ։ Եվ այն մարդիկ, ովքեր օգտվեցին Պատրիկի մահից։ Մենեջերը մահացավ հարուստ, բայց մենակ, առանց ընտանիքի, առանց բարեկամների։ Իրավաբանը մահացավ ավտովթարից, որի հանգամանքները երբեք չբացահայտվեցին լիովին։ Լրագրողը մահացավ Ֆլորենցիայում անհայտ հիվանդությունից, իր վերջին օրերում մրմնջալով անուններ, որոնք ոչ ոք չկարողացավ հասկանալ։ Երեքն էլ տարան իրենց գաղտնիքները գերեզման, եւ այդ գաղտնիքները մնացին թաղված նրանց հետ։ Պատրիկի գերեզմանը գտնվում է Փարիզի արևմտյան ծայրամասում, փոքրիկ գերեզմանատանը, հեռու փառքից եւ շքախումբությունից։ Հազվադեպ ով որ մեկը այցելում է այնտեղ։ Քարի վրա գրված է միայն անուն եւ թվականներ, առանց էպիտաֆիայի, առանց վերջին խոսքի։ Բայց նրանք, ովքեր գիտեն պատմությունը, տեսնում են ավելին, քան